Տիկին դատախազ, նախ կարծում եմ էլ շանս չունեք սա չլսելու և չտեսնելու տալ, փաստացի հաղորդում էր հանցագործության մասին, որ բարձրագույն մանդատ ունեցող մարդու նկատմամբ գործադրվել են ճնշումներ մանդատը վայր դնելու մասին։ Պարոն Աղազարյան, ես ձեզ կոչ կանեմ, չեմ կարծում էլ ավել ընկնելու տեղ կա, եկե ինձ թվում է հիմա է ժամանակը ավելի ուղիղ ու պարզ խոսելու, անուններ տալու և ասելու ի վերջո ովքեր են ձեզ ճնշել։ Չգիտեմ, եթե այլ սպասումներ ունեք, դրանք չեն արդարանալու, իզուր մի սպասեք։ Եվ քիչ առաջ լրագրողների հետ զրույցում դուք ասել եք, որ հիմա ինչ որ կատարվում է, դրա պատճառը Նիկոլ Փաշինյանին մերժելն էր։ Մենք գիտենք մի դրվագ, որ մերժել եք մանդատը վայր դնել։ Հարցս հետևյալն է, այլ որևէ հարցով Նիկոլ Փաշինյանին մերժել եք, այսինքն ինչ եք մերժել, մերժել եք արդյոք թե ոչ, եթե մերժել եք, ինչ եք մերժել, որ հայտնվել եք այս վիճակում։ Ոչ, ես չեմ հիշում, որ պարոն վարչապետին որևէ այլ բանով մերժած լինեմ, ուղղակի իմ տպավորությունը ստեղծել եւ ես իր հետ այդ զրույցում ասել եմ, առանձին զրույցում ասել եմ այդ մասին, իմ տպավորությունը ստեղծել, որ վերջի ժամանակներս իր վերաբերմունքը իմ հանդեպ փոխված է, եւ ես այդ փոփոխությունը պայմանավորվել եմ նրանով, որ կներեք իհարկե հազար անգամ, որ ես, ասենք, միշտ հայտնի եմ եղել, սխալ թե ճիշտ կապ չունի դա, բայց ինքնուրույն տեսակետ արտահայտելու կամքով, եւ ես դա միշտ արել եմ իմ հասկանալով նորից հանուն թիմի, հանուն պետականության, կարող է սխալվել եմ, բան չեմ ասում, բայց այս դուր բոլոր իրավիճակներում ըստ երևույթին, որով մենք հայտնվել ենք, մեր պետությունը հայտնվել է եւ հայտնվել է վարչապետը, երևի թե իրեն արդեն այդպիսի գործիչներ պետք չեն։